Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ եւ սենատոր Ադամ Շիֆի կարևոր ուղերձը։ Միջազգային ուսանողների հաղթանակ։ ԱՄՆ կառավարությունը հետ է կանչել ուսանողների վիզաների չեղարկման որոշումը բազմաթիվ դատական գործերից հետո։ Միգրացիոն ճնշումներ ու վտանգավոր խաղեր օտար թշնամիների մասին օրենքի ներքո արտաքսվող միգրանտներին ընդամենը 12 ժամ է տրվում արտաքսումը վիճարկելու համար։ Դատավորի սկանդալային ձերբակալություն Միլոուոքի դատավոր Հանա Դուգանը ձերբակալվել է կասկածի տակ դնելով սահմանադրության վրա հիմնված դատական անկախությունը։ Ուկրաինա-Ռուսաստան բանակցային ճնշումներ։ Դոնալդ Թրամփը կոչ է անում Ուկրաինային զիջել Ղրիմը Ռուսաստանին, մինչդեռ պատերազմը շարունակվում է։ Սենատոր Ռոն Ուայդենը զգուշացնում է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը վտանգում է առաջիկա համաշխարհային սպորտային միջոցառումների հաջող ընթացքը։ Չինաստանը ազատել է որոշ ամերիկյան ապրանքներ բարձր մաքսատուրքերից, նշան տալով առևտրային պատերազմի հնարավոր մեղմացմանը։ Նյու Ջերզիում այրվել է 15,000 ակր տարածք, 19-ամյա դեռահասին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ հրդեհ առաջացնելու համար։ Կալիֆոռնիան քննարկում է ինքնավար բեռնատարների հասարակական ճանապարհներին փորձարկումները թույլատրելու առաջարկը, փոխելով տրանսպորտի ապագան։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների շարքում էր համայնքային հավաքը Գլենդերի քաղաքապետարանի հարակից տարածքում։ Հազարավոր հայեր էին առավոտյան հարգանքի տուրք մատուցել Մոնտեբելոյի ցեղասպանության հուշակոթողի մոտ, իսկ երեկոյան եկել էին լսելու կարևոր հայտարարություններ։ Սենատոր Ադամ Շիֆը նույնպես հյուրերի շարքում էր։ Վերջինիս հայտարարությունը դիտեք ամբողջությամբ։ Հիմա մեծ պատվով եւ հպարտությամբ ներկայացնում եմ Կալիֆոռնիայի նորընտիր սենատորին, որը տասնամյակներ շարունակ պայքարել է հայերի իրավունքների պաշտպանության համար, սենատոր Ադամ Շիֆին։ Խնդրում եմ միացեք ինձ եւ ողջունեք պատվարժան ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆին։ Բարի երեկո։ Պատիվ եմ միանալ ձեզ այս երեկո ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցը։ Մեծ պատիվ է եղել տասնամյակներով ներկայացնել այս համայնքը կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, ինչը ինձ հնարավորություն է տվել ծանոթանալու համայնքի բազմաթիվ անդամների, այդ թվում ցեղասպանությունից փրկվածների հետ։ Ես հնարավորություն եմ ունեցել նստելու նրանց բնակարաններում եւ լսելու նրանց պատմությունները այն մասին, թե ինչպես սկսվեց ցեղասպանությունը, մտավորականների, ուսուցիչների, գիտնականների, բժիշկների եւ իրավաբանների ձերբակալությամբ եւ սառնասրտորեն սպանությամբ։ Ես լսել եմ պատմություններ հարկադիր աքսորի մասին դեպի անապատ, բռնաբարությունների, սպանությունների, խեղումների, գնդակահարությունների մասին, ինչը Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն անվանել էր ցեղի ոչնչացման արշավ, առաջին ցեղասպանություն։ Այն, ինչ մենք ականատես ենք եղել այդ սարսափելի իրադարձություններից հետո անցած տասնամյակներում, եղել է երկրորդ ցեղասպանություն։ Ջանք վերացնել հիշողությունը կորսվածների մասին, ջանք ջնջել պատմությունից ցեղասպանության փաստերը։ Հոլոկոստից փրկված Էլի Վիզելը ասել է, որ ցեղասպանության ժխտումը երկրորդ ցեղասպանություն է, կրկնակի սպանություն, քանի որ դա նորից ժողովրդի ոչնչացման փորձ է, բայց ես միշտ հիացել եմ հայ ժողովրդի տոկունությամբ։ Չնայած պատմության ընթացքում ձեր դեմ գործած բոլոր ուժերին դուք երբեք չեք կորցրել ձեր ուժը, տոկունությունը, հավատը ինքներդ ձեր հանդեպ։ Սրբազան հայր, շատ հաճելի է ձեզ տեսնել։ Մենք երախտապարտ ենք ձեր հոգևոր առաջնորդության համար։ Մենք շնորհակալ ենք նաև ներկա մյուս հոգևորականներին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկեր ընտրված պաշտոնյաներին, ովքեր նույնպես այս ջահը բարձր են պահում։ Մենք երբեմն առաջընթաց ենք արձանագրել ցեղասպանության ճանաչման հարցում, բայց նաև ունեցել ենք ամենասարսափելի հետընթացները։ 2019 թվականին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ներկայացուցիչների պալատը ընդունեց այն բանաձևը, որը ես ներկայացրել էի եւ դուք աջակցել էիք, որը անվանեց ցեղասպանությունը իր անունով։ Ցեղասպանություն, մի ողջ ժողովրդի կանխամտածված ոչնչացման փորձ։ Այն ընդունվեց լայն եւ երկուսակցական աջակցությամբ, այնուհետև ԱՄՆ սենատը նույնպես վերջապես հաղթահարեց տասնամյակների ամոթալի լռությունը եւ ճանաչեց ցեղասպանությունը։ Եվ հետո նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը եւ մենք կարևոր քայլ առաջ կատարեցինք արդարության եւ ճանաչման ճանապարհին։ Բայց եթե մենք որևէ հպարտություն էլ ունեցանք մեր երկրի վերջապես ճիշտ քայլ կատարելու համար, այն ցավալիորեն կարճ տևեց, քանի որ այդ ճանաչումից շատ չանցած Ադրբեջանը նորից սկսեց իր բռնությունների արշավը շփման գծում։ Չնայած առաջընթացին Միացյալ Նահանգների կառավարությունը կրկին սարսափելիորեն ձախողվեց, կոչ անելով երկու կողմերին դադարեցնել բռնությունները, բայց իրականում ինչպես միշտ երկու կողմերը բռնություն չէին գործադրում, հարձակվողը մեկն էր՝ Ադրբեջանը։ Եվ երբ պատասխանատվություն չես պահանջում հարձակվողից, միայն կոչ ես անում երկու կողմերին խաղաղվել, դա միայն քաջալերում է ագրեսորին։
Չնայած իմ եւ ձեր կոչերին դադարեցնել Ադրբեջանին ֆինանսավորումը, այս երկիրը շարունակեց փող ուղարկել Ադրբեջանին, եւ մինչեւ մենք խոսում էինք խաղաղության մասին, նրանք լսում էին փողի ձայնը։ Եվ այդպես Ադրբեջանը պատերազմ սկսեց Հայաստանի եւ Արցախի դեմ, ապա շրջափակեց Արցախը, սովի մատնեց եւ ստիպեց 120,000 մարդու տեղահանվել իրենց հայրենիքից։ Եվ այժմ փորձում է ջնջել այդ մարդկանց հիշողությունն ու ներկայությունը այն հողերից, որոնք նրանք բնակեցրել էին հազարամյակներով։ Այս ամենը կրկնվեց նույն սցենարով, ինչ եղավ 1915 թվականին։ Սկսվեց ապա մարդկայնացման արշավով, ներկայացնելով հայերին որպես ոչ լիարժեք մարդիկ, ում կարելի առանց պատիժի սպանել եւ արտաքսել։ Եվ ցավոք աշխարհը կրկին երես դարձրեց։ Մենք չենք կարող երես թեքել։ Այսօր դեռևս կան հայ գերիներ։ Այսօր դեռևս շարունակում են բռնությունները շփման գծում։ Այսօր դեռևս հայկական հողերի օկուպացիան շարունակվում է։ Այսօր էլ դեռևս կա Ադրբեջանի նոր ագրեսիվ պատերազմի վտանգ։ Սա լռելու ժամանակը չէ։ Սա պետք է լինի ժամանակ բարձրաձայնելու հայոց ցեղասպանության մասին, բարձրաձայնելու Հայաստանի դեմ նորից իրականացվող բռնությունների մասին։ Թող այս հավաքը մեզ հիշեցնի մեր պարտականության մասին բարձրաձայնել արդարության համար։ Թույլ տվեք ավարտել այնտեղ, որտեղ սկսեցի։ Ծանրության, տոկունության, նվիրումի եւ արդարության հանդեպ ձեր անսասանց ձգտման ճանաչմամբ։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, ինչպես որ ես կանգնել եմ ձեր կողքին որպես նահանգային սենատոր, ինչպես որ ես կանգնել եմ ձեր կողքին որպես ներկայացուցիչների պալատի անդամ, այսուհետև կկանգնեմ ձեր կողքին որպես ձեր ԱՄՆ սենատոր։ Շնորհակալություն։ Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է, որ հետ է կանչում միջազգային ուսանողների իրավական կարգավիճակի չեղարկման որոշումը այն բանից հետո, երբ շատ ուսանողներ դատական հայցեր էին ներկայացրել Թրամփի վարչակազմի սահմանափակումների դեմ, տեղեկացրել են այս մասին դաշնային պաշտոնյաները։ Վերջին շաբաթների ընթացքում Միգրացիոն եւ մաքսային վերահսկողության ծառայության կողմից պահպանվող ուսանողական դաշնային բազայում բազմաթիվ ուսանողների գրանցումները դադարեցվել էին։ Միացյալ Նահանգների տարբեր դատարաններում դատավորները ժամանակավորապես վերականգնել էին ուսանողների գրանցումները տասնյակ դատական գործերի շրջանակում։ Ամերիկայի ամբողջ տարածքում ավելի քան 1200 ուսանող հանկարծակիորեն կորցրել էր իրավական կարգավիճակը կամ վիզաները չեղարկվել էին, նրանցից շատերը չէին հասկանում, ինչու էին թիրախավորվել։ Ոմանք լքել էին երկիրը, մյուսները թաքնվել էին կամ դադարել էին հաճախել դասերին։ Կառավարությունը խոստանում է վերականգնել ուսանողների կարգավիճակը։ Օքլենդի դաշնային դատարանում լսումների ընթացքում ԱՄՆ օգնական դատախազ Էլիզաբեթ Քորլենը կարդացել է հայտարարություն, ըստ որի այսը վերականգնում է այն ուսանողների կարգավիճակը, որոնց գրանցումները վերջերս դադարեցվել էին։ Նմանատիպ հայտարարություն ներկայացվել է նաև Վաշինգտոնում ընթացող առանձին գործի ժամանակ։ Ամերիկայից արտաքսման ենթարկվող միգրանտներին, որոնք ընկնում են վիճահարույց օտարթշնամիների մասին օրենքի ներքո, տրվում է մոտ 12 ժամ ժամանակ որոշելու, արդյոք ցանկանում են վիճարկել իրենց արտաքսումը։ Այս մասին հաղորդվում է դատական փաստաթղթերում։ Կառավարությունը պնդում է, որ այս ժամկետը համապատասխանում է Գերագույն դատարանի որոշմանը, որը պահանջում է համարժեք ժամանակ տրամադրել բողոքարկման համար։ Միգրանտների իրավունքները պաշտպանող փաստաբանները նշում են, որ 12 ժամը չափազանց կարճ է։ Պատերազմի ժամանակ ընդունված այդ օրենքի հիման վրա կառավարությունը Վենեսուելայից եկած անձանց, որոնց մեղադրում են Tren de Aragua հանցախմբին պատկանելու մեջ, ուղարկում է Էլ Սալվադորի բան։ Միգրացիայի եւ մաքսային վերահսկողության ծառայության պաշտոնյան դատարանում հայտնել է, որ անձը համարվում է արտաքսման ենթակա, եթե իրավաբանական իրավունքների վերաբերյալ ձևաթուղթ ստանալուց հետո 12 ժամվա ընթացքում չի նշում, որ ցանկանում է վիճարկել իր արտաքսումը։ Այնուհետև նրանք ունեն 24 ժամ փաստաթղթեր ներկայացնելու համար դատարան։ Կոլորադոյում դատավորը երեքշաբթի որոշում էր կայացրել, որ կառավարությունը պարտավոր է առնվազն 21 օր նախազգուշացում տալ արտաքսման համար։ Այդ որոշման դեմ բողոքարկելիս Թրամփի վարչակազմը պնդել է, որ ներկայի ժամանակացույցը 12 ժամը համապատասխանում է սահմանադրական պատշաճ ընթացակարգին։ Այսօր հետաքննությունների դաշնային բյուրոն FBI-ը ձերբակալել է Միլոուքի դատավոր Հաննա Դուգանին, որը մեղադրվում է մի մարդուն օգնելու մեջ խուսափելու միգրացիոն իշխանություններից։ Դուգանը իմանալով, որ միգրացիոն մարմինները ցանկանում են ձերբակալել մի անձի, նրան եւ նրա փաստաբանին իր դալիճից ուղեկցել է հանձնաժողովի դռնով։ Այնուհետև այդ մարդը ձերբակալվել է արդեն դատանի բակում։ Վիսկոնսինի դեմոկրատական նահանգապետ Թոնի Էվերսը դատավորի ձերբակալության կապակցությամբ տարածած հայտարարությունում մեղադրել է Թրամփի վարչակազմին վտանգավոր հռետորաբանությամբ դատական համակարգին հարվածելու եւ այն թուլացնելու փորձերի մեջ։ Դուգանը ձերբակալվել է այսօր առավոտյան դատարանի տարածքում ԱՄՆ դաշնային մարշալների կողմից։ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է, որ ձերբակալված անձը մեղադրվում էր ընտանեկան բռնության համար եւ տուժողները դատարանում էին պետական դատախազների հետ եւ դատավորը օգնեց նրան խուսափել միգրացիոն ձերբակալությունից։ Դատավորը վտանգի տակ դրեց մեր իրավապահների կյանքը, նա վտանգի տակ դրեց քաղաքացիական կյանքը, փողոցային հետապնդում կազմակերպվեց, ինչը անհեթեթություն է, ասել է Բոնդին։
Այս գործը հիշեցնում է Թրամփի առաջին վարչակազմի ընթացքում Մասաչուսեթսի դատավորի դեմ հարուցված գործը, որը մեղադրվում էր ներգաղթի գործակալներից մի անձին թաքցնելու մեջ։ Այդ գործը հետագայում փակվել էր Բայդենի վարչակազմի օրոք։ Դոնալդ Թրամփն այսօր հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում ուկրաինական պատերազմը ավարտելու համար Ուկրաինային զիջումների պարտադրելու իր ջանքերի հերթական օրինակով, այն դեպքում, երբ երկիրը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Թրամփը նաև սոցիալական ցանցերում պահանջել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անմիջապես ստորագրի երկար ժամանակ ձգձգված համաձայնագիր, որը Միացյալ Նահանգներին իրավունք կտա մուտք ունենալ Ուկրաինայի հանքային ռեսուրսներին։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայում կրկին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը գրել է, որ հաջողությունը կարծես մոտենում է։ Չնայած Թրամփի նախորդ խոստումներին պատերազմի դադարեցման առաջընթացը մնում է անորոշ, եւ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի ռմբակոծումը։ Անօդաչու հարվածի հետևանքով երկրի հարավ-արևելքում զոհվել է 3 քաղաքացի եւ կան տասնյակ վիրավորներ։ Թեպետ այս շաբաթ Թրամփը հազվադեպ կերպով հանդիմանել է Պուտինին գրելով Վլադիմիր ստոպ։ Նրա հիմնական ուշադրությունը շարունակվել է Զելենսկուն ճնշելու վրա, որպեսզի վերջինս ընդունի տարածքային զիջում։ Time ամսագրին տված հարցազրույցում Թրամփը Ղրիմը ներկայացրել է որպես տեղ, որտեղ Ռուսաստանը միշտ ունեցել է իր սուզանավերը եւ ուր մեծամասնությամբ ռուսախոս բնակչություն կա։ Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում, ասել է Թրամփը։ Զելենսկին դա հասկանում է եւ բոլորն են հասկանում, որ դա վաղուց է նրանց մոտ։ Դա նրանց մոտ էր դեռևս մինչև Թրամփի հայտնվելը։ Լրագրողների հետ զրույցում Զելենսկին հրաժարվել է մեկնաբանել Թրամփի հայտարարությունը, կրկնելով, որ Ուկրաինայի օկուպացված տարածքների ռուսական ճանաչումը իր երկրի համար կարմիր գիծ է։ Ղրիմը ռազմավարական թերակղզի է Սև ծովի ափին Ուկրաինայի հարավում։ Այն օկուպացվել է Ռուսաստանի կողմից 2014 թվականին նախագահ Բարակ Օբամայի օրոք։ Օրեգոնի սենատոր Ռոն Ուայդենը դիմել է Թրամփի վարչակազմի բարձրագույն պաշտոնյաներին, օրդորելով վերանայել այն քաղաքականությունները, որոնք ազդում են ԱՄՆ ժամանող ճանապարհորդների վրա, հատկապես հաշվի առնելով առաջիկա սպորտային միջոցառումները, ինչպիսիք են 2026 թվականի աշխարհի գավաթը, օլիմպիական խաղերը եւ աշխարհի ակումբային առաջնությունը։ Ֆինանսների հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ուայդենն այսօր նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ ներքին անվտանգության քարտուղար Քրիստին Նոեմին, մտահոգություն հայտնելով միջազգային ճանապարհորդների կալանավորման եւ այլ խնդիրների մասին վերջին զեկույցների կապակցությամբ։ Միջազգային ճանապարհորդները գնալով ավելի մեծ զգուշությամբ են վերաբերում վարչակազմի միգրացիոն եւ սահմանային քաղաքականություններին։ Մի քանի երկրներ արդեն իսկ թարմացրել են Միացյալ Նահանգներ այցելելու վերաբերյալ իրենց ուղեցույցները։ Դաշնային կառավարության ազգային ճամփորդության եւ տուրիզմի գրասենյակը հրապարակել են նախնական տվյալներ, ըստ որոնց մարտ ամսին արտասահմանից Միացյալ Նահանգներ ժամանումները նվազել են 11.6%-ով նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Բացի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությունից, որը համատեղ անցկացվելու է Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում եւ Կանադայում, Ուայդենը նշել է ամենամոտը այս ամառ հյուրընկալվող աշխարհի ակումբների գավաթի մասին, որն անցկացվելու է 11 քաղաքներում։ Չնայած այս մտահոգություններին մարտին FIFA-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ դաշնային կառավարության հատուկ խմբի ձևավորում կլինի, որը կզբաղվի աշխարհի գավաթի անվտանգության եւ կազմակերպման հարցերով։ Չինաստանն այսօր որոշ ամերիկյան ապրանքներ ազատել է բարձր մաքսատուրքերից, ինչը կարող է նշան լինել, որ երկու երկրների միջև առևտրային պատերազմը թուլանում է ըստ գործարար խմբերի։ Չինաստանը թույլ է տվել որոշ ԱՄՆ արտադրության դեղամիջոցներ մուտք գործել երկիր առանց այս ամսվա սկզբին Պեկինի կողմից սահմանված 125% մաքսատուրքի վճարման։ Այդ մաքսատուրքերն էին պատասխանը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի չինական ներմուծումների վրա սահմանված 145% մաքսերի։ Միաժամանակ շրջանառվում է 131 ապրանքային կատեգորիաների ցուցակ, որոնք հնարավոր է ազատվեն մաքսատուրքերից, այդ թվում պատվաստանյութեր, քիմիական նյութեր եւ ինքնաթիռների շարժիչներ։ Վերջին օրերին Թրամփի վարչակազմը ազդարարել է, որ ձգտում է թուլացնել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև լարվածությունը։ Ինքը Թրամփը Time ամսագրին ասել է, որ բանակցություններ են ընթանում եւ որ Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ նա հեռախոսազրույց է ունեցել։ Թրամփը հայտարարել է նաեւ, որ Հռոմում հանդիպումներ կունենա բազմաթիվ առաջնորդների հետ։ Նյու Ջերսիի պաշտոնյաները հայտարարել են, որ հրկիզման մեղադրանք են առաջադրել մի դեռահասի, որը կապում է նահանգի Փայնլենդս շրջանում բռնկված հսկայական անտառային հրդեհի հետ, ինչը պատմության մեջ համարվում է ամենամեծերից մեկը։ Դատախազի գրասենյակը հայտարարության մեջ հայտնել է, որ կասկածյալը 19-ամյա Ջոզեֆ Քլինգն է։ Ըստ հայտարարության, Քլինգը այրել է փայտեր եւ լքել տարածքը առանց համոզվելու, որ կրակն ամբողջությամբ մարվել է։ Դատախազ Բրեդլի Բիլհայմերը նշել է, որ դեռահասը կդատապարտվի օրենքի ամբողջ խստությամբ։
Կարող եմ ասել, որ մենք կարողացել ենք գտնել դեպքի վայրը եւ ունենք վկաների ցուցմունքներ, որոնք հաստատում են դա։ Դիտավորության մասին այս պահին պատրաստ չեմ խոսել եւ օրենքն էլ չի պահանջում դրա ապացույցը։ Ըստ իշխանությունների հրդեհը այրել է մոտ 15000 ակր տարածք եւ ավերել 1 անտառային շինություն։ Հրշեջ ծառայության պետ Բիլ Դոնելին նշել է, որ հրդեհի վերջնական մարումը հնարավոր կլինի միայն սպասվող անձրևի շնորհիվ։ Չնայած հրդեհն այլևս չի սպառնում բնակեցված տարածքներին, այն շարունակում է մնալ Նյու Ջերսիի ամենախոշոր հրդեհներից մեկը, զիջելով միայն 2007 թվականի մայիսին տեղի ունեցած հրդեհին, որն այրել էր մոտ 17000 ակր տարածք։ Կալիֆոռնիայի կարգավորող մարմինները ներկայացրել են նոր առաջարկ, որը թույլ կտա ինքնավար ծանր բեռնատարների փորձարկումները հասարակական ճանապարհներին։ Նահանգի տրանսպորտի վարչությունն այսօր հայտարարել է առաջարկվող կանոնակարգերի մասին, որոնք թույլ կտան փորձարկել 10000 ֆունտից մոտ 4500 կիլոգրամ ավելին կշռող ինքնավար տրանսպորտային միջոցներ։ Սա ճանապարհ կբացի այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են փորձարկել ինքնավար տեխնոլոգիաներ կոմերցիոն կիսաբեռնատարների վրա, ինչը մինչև այժմ արգելված էր։ Կարգավորող մարմինների խոսքով ինքնավար ծանր բեռնատարների փորձարկումները արդեն իրականացվում են մի շարք նահանգներում, այդ թվում Տեխասում, Արիզոնայում եւ Արկանզասում։ Կալիֆոռնիան միակ նահանգն է, որն արգելում է նման փորձարկումները։ Առաջարկվող կանոնակարգերի վերաբերյալ հասարակական կարծիքի ընդունման ժամկետը ավարտվում է հունիսին։ Այդ առաջարկները ամենայն հավանականությամբ կբախվեն դիմադրության առևտրային բեռնատարների վարորդների ներկայացնող միությունների կողմից, որոնք մտահոգված են թե անվտանգության, թե ապագայում վարորդների աշխատատեղերի կորստի վտանգով։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։